Այսօր լրատվականը ստացել է ահազանգ, ըստ որի Գյումրի քաղաքի Կոշտոյան 5 կոտրակ 2 հասցեի բնակիչ Ժանետ Աղասյանը կանգնել է բնակարանից վտարման խնդրի առաջ։ Նրա խոսքով իրեն եւ իր անչափահաս երեխային փորձում են դուրս հանել այն տանից, որտեղ, ինչպես նշում է, բնակվել են ամուսնության առաջին իսկ օրերից։ Ժանետ Աղասյանի պնդմամբ ամուսնու մահից հետո տան նկատմամբ սեփականության վերաբերյալ վեճ է առաջացել ամուսնու քրոջ հետ։ Նրա խոսքով վերջինս ցանկացել է տիրանալ բնակարանին, ինչից հետո հարցը տեղափոխվել է դատական հարթակ։ Ըստ Աղասյանի, գործընթացը շարունակվում է ավելի քան 5 տարի։ Այսօր, ինչպես պնդում է Ժանետ Աղասյանը, իրավապահ մարմինների եւ հարգադիր կատարման ծառայության մասնակցությամբ իրականացվում է իրենց վտարումը բնակարանից, ինչը նա համարում է ապօրինի եւ անարդարացի առաջին իր անչափահաս երեխայի նկատմամբ։ Ամուսնությունից անմիջապես եկել ենք այստեղ Սաքսի թղթի հիման վրա, ասեմ, որ այս բնակարանը իրենք ստացել են միասին համատեղ սեփականության իրավունքով, ապրել ենք ես ու ամուսինս, ունեցել ենք մեկ աղջիկ։ Այս բնակարանը ամուսնուս մահից հետո Ռոզա Հակոբյանը դիմել է մարզպետարան առանց մեզ տեղյակ պահելու, ես դիմեցի մարզպետարան, որ նոտար, որ ժառանգությունը երեխայի փոխանցվեր, ամուսնուս ժառանգությունը փոխանցվեր երեխային։ Մարզպետարանի աշխատակիցը, չեմ հիշում անունազգանունը, պետը, ասեց, որ 6 ամիս հետո սեփականաշնորհման ժամանակ կանչեմ Արտյոմ Ժորժիկի Պետրոսյանի կնոջը եւ երեխային, այդպես է չկանչեցին։ Արաչի Այզյանի դատարանը Գագիկ Հովհաննիսյան նախագահը վճիռը կայացրել է ժառանգներ, առաջի հերթի ժառանգներ, բայց այսօր ԴԱԿ-ի հարկադիր կատարողականը առանց տեղյակ պահելու 1 ժամ առաջ պետք է տուն ազատես, բայց ես 1-2 շաբաթ առաջ իրեն ասեցի, որ այդ հարկադիր կատարողական թեժտիկը պետք է պոչտայով ուղարկես։ Ճիշտ է, ես գրել եմ իրեն սենյակում ձեռքով, որ առանց ձեռք տար ես տանեի դատարան, որպեսզի կասեցման թուղթը ավելի շուտ լիներ, կարողանայինք այս վիճակը չստեղծվեր։ Միևնույն ժամանակ խնդրի մյուս կողմը ներկայացնող Ռոզա Հակոբյանը բոլորովին այլ դիրքորոշում ունի։ Նրա խոսքով բնակարանի օրինական սեփականատերն ինքն է, իսկ սեփականության իրավունքը հաստատված է համապատասխան իրավական փաստաթղթով։ Նա նշում է, որ տարիներ շարունակ ինքն ու իր ընտանիքն են ապրել այդ տանը, այնուհետև դուրս եկել։ Ռոզա Հակոբյանի պնդմամբ հետագայում առաջարկել է շարունակել համատեղ բնակությունը, սակայն նրա խոսքով այդ առաջարկը չի ընդունվել։ Ես սեփականատերն եմ եղել, ստացել եմ երեխաներիս հետ, որպես ծնողազուրկ միակողմանի։ Ինքը աղբերս հետս օրդերով եղել է գրանցված բանը։ Ես եկա, որ իրար հետ պետք է ապրենք, ես վաբշե ընդհանրապես միտք չեմ ունեցել իրան տնից հանելու, ընդհանրապես այդ միտքը գաղափարի մեջս չի եղել։ Բայց եկա, որ ինքը բանը փոխել է, ինձ դուրսն է թողել։ Դրանից հետո ես ոչ կարողացել եմ իմ տունը մտնեմ, ամեն ձևով աշկելք է հանդիսացել, ինքը չի ուզեցել իմ հետ ապրել, ինքը ատկացել է։ Դատարանը ներկա վերջնական որոշում է եկել, որ իրան պետք է տնից դուրս անեն, որպես ապօրինի զավթող։ Ես չգիտեմ ինչ թղթեր է սաղցրել, ինչեր է, տեղյակ չեմ։ Հարևանների խոսքով Ժանետ Աղասյանն ու իր անչափահաս երեխան այստեղ այլ հարազատներ չունեն, որտեղ կկարողանան տեղափոխվել։ Դատարանը ինչ որոշում է կայացրել, եսի ճիշտ որոշում էր, անչափահաս 16 տարեկան երեխին, նշենք ենթադրենք, հա, տուն պետք է ծախեն, ինչ պետք է անեն եւ այլն։ Այս ընթացքում այս երեխան ուր տեղ պետք է մնա։ Կողմերի ներկայացրած փաստարկները էականորեն տարբերվում են, իսկ վեճի իրավական հանգուցալուծումը շարունակում է մնալ դատարանի եւ իրավասու մարմինների գնահատման տիրույթում։ Գայանե Հովհաննիսյան, Խան Հովհաննիսյան, Հայկ Գաբրելյան, այսօր։